Երեխեք, հələ տեսնենք տատիկս ուր է։ Բարի օր բոլորին, գնումները կատարել վերջացրել եմ ու շոտ ցույց եմ տալու, թե ինչ եմ պատրաստելու։ Ինչպես խոստացել էի, գնումներից հետո, որ վերադառնամ տուն, արդեն ձեզ կցուցադրեմ ու կասեմ, թե ինչ եմ պատրաստում։ Ալուրը նախապես մաղել եմ, հիմա ալուրը վերցրել եմ կես, վերցրել եմ կես ցորենի ալուր ու կես հաճարի ալուր։ Հիմա ինչի համար եմ ես այդպես արել, բայց ով չի ուզում, կարա մենակ ցորենի ալուր վերցնի, կարող է միայն հաճարի ալուր վերցնի, բայց ես վերցրել եմ կես ու կես կիլո է ընդհանուր քաշը կես կիլո։ Հիմա այդ կես կիլոյի համար ես վերցնում եմ կես ճաշի գդալ աղ, մեկ հատ ձու։ Հիմա պետք է ավելացնեմ, ձուն վերցրել եմ, աղը լցրել եմ, պետք է ավելացնեմ 200 միլիգրամ գոլ ջուր, որպեսզի մի քիչ պինդ խմոր ստանամ։ Հիմա խմորը կանեմ կվերջացնեմ ու հետո բացատրեմ շարունակությունը։ Խմորը վերջացրեցինք, հիմա ասեմ ձեզ, որ խմորը շաղելու ընթացքում նորից ալուր տվեցի խմորի մեջ, որովհետև ոնց պայմանավորվել էինք, պետք է լինի պինդ խմոր։ Դե հիմա խմորը վերջացրեցինք, դնում ենք 15 րոպե խմորը հանգստանա։ Եվ այդ ընթացքում հիմա պետք է ես կտրատեմ իր լցոնելու ինչ որ պետք է մեջը դնեմ խմորի, նախորոք ասեմ, այս ուտեստը կոչվում է տորտելինի alla rosa, որովհետև այս տորտելինին իմ անունով եմ անում, որովհետև այս ուտեստը ոչ մեկը չի պատրաստում։ Այս իմ պատրաստած ուտեստն է, կարճ ասած, իմ հորինածն է։ Դե ինչ ասեմ, ժողովուրդ ջան, հիմա վերցնում եմ սպանաղ, բեբի սպանաղ, այս այդ մանր շուտ եփվող սպանաղն է, լվացրած մաքուր, բրոկոլին ունեմ եփված, կիսաեպ կարելի է ասել, կիսաեպ հարած, ունեմ մոցարելա պանիր, ունեմ մի քիչ աղի պանիր ու ունեմ գաուդա պանիր, անցկացրել եմ քերիչով, հիմա այս երկու տեսակի պանիրներն պետք է կտրատեմ ու պետք է խառնեմ իրար հետ, այս բոլորը խառնվելու է իրար ու պետք է լցոնեմ խմորը։ Դե հիմա մինչև այս կտրտելու process-ը ավարտեմ, ժողովուրդ ջան, դե հիմա նախորոք ասեմ, որ այս process-ի շարունակությունը ամբողջական վիդեոն կարող եք մտնել իմ YouTube-յան էջ ու այնտեղ լրիվ վիդեոն ամբողջովին կարող եք տեսնել։ Հիմա աղջիկներ ջան, խմորը բաժանել եմ երկու մասի, մեկստեղ։ Հիմա պետք է էսի գրնակեմ ու գրնակելուց հետո այս գործիքով կտրեմ ու նորից շարունակեմ մնացած գործողությունը։ Դե հիմա ես գրնակում եմ, բարակ, շատ բարակ եմ բացելու, խմորը շատ լավն է, ընտիր խմոր է ստացվել, ոչ շատ փափուկ է, ոչ էլ շատ պինդ։ Շարունակում ենք, գրնակը վերջացրել եմ, հիմա պետք է կտրատեմ, այսպես։ Հիմա կտրատեցինք, հիմա շարունակում եմ այդ լցոնելու process-ը, ուզում եմ, որ ձեզ ցուցադրեմ, մի րոպե, մի կես թեյ գտալ, հա, այսպես ասենք։ Խառնում ենք, որովհետև պանիրները աղ է, մեջը աղ կա պանիրների, ես գցում եմ սպանախի և բանի, բրոկոլիի համար ու մոցարելայի։ Սա բավարար է, ոչ ձեթ ունեմ մեջը, ոչինչ,
Աղջիկներ ջան, բացարձակապես ոչինչ չեմ գցել մեջը, որովհետև մնացած գործողությունը սոուսի հետ է լինելու։ Ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչպիսի տեսք ունի, քիչ ալուր ցանեմ վրան չկպնի։ Այսպիսի տեսք ունի։ Ստանում է այսպիսի տեսք, հետո եփելու ժամանակ, որ արդեն պետք է պատրաստեմ, այդ ժամանակ նորից ցույց կտամ եփելու ընթացքը, ժողովուրդ ջան, կտեսնեք։ Դե հիմա գալիս է եփելու, պատրաստելու process-ը։ Արդեն վերջացրեցինք լցոնած տորտելինիները։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչպես պետք է պատրաստենք սոուսը։ Ու այդ սոուսի մեջ պետք է եփենք մեր տորտելինիները։ Կանաչ սոխ կտրատել եմ, մի քիչ խոշոր պետք է կտրատես, հետո իրա միջուկից վերջում, այն ինչ որ միջուկը լցրել եմ խմորի մեջ լցոնել եմ, այդ միջուկից պետք է մի քիչ լցնեմ նորից սոուսի մեջ։ Հիմա մի քիչ կարակ, տեսակ ինչ չափի կարակ վերցրեցի, հիմա լցնում եմ սոխը մի քիչ տապակում եմ, այս ուտեստը վեգետարիաների համար է, ովքեր միշտ չեն ուզում, մսով չեն ուտում, հիմա այս ուտեստը դրանց համար է ու բոլոր մնացած ժողովրդի, որովհետև շատ-շատերն են այդ սիրում այս ուտեստը և շատ-շատերն են ուտում, պատրաստում եմ բոլորի համար։ Հիմա մի քիչ վերցնում եմ չորացրած կանաչ բազիլիկում, մի թեյի գդակ, չորացրած կանաչ բազիլիկում, վերցնում եմ սերուցք, որովհետև այդ սոուսը պատրաստելու եմ սերուցքով։ Չմոռանամ ասելու, որ պատրաստի տորտելինիները դրել եմ սառցախցիկի մեջ, որ մի քիչ սառի, թեթևակի սառի բավական է։ 400 միլիգրամ սերուցք եմ վերցնում, ընդամենը։ Կնայեմ ընթացքում, եթե մի քիչ պինդ լինի սոուսը, մի քիչ, երևի մի 50 գրամ կաթ կխառնեմ։ Մի քիչ սև պղպեղ, այսպես, քիչ, շատ պետք չի, մի քիչ համի համար։ Ու մի քիչ էլ սխտորի փոշի։ Այս էլ համի համար, ուղղակի համի համար։ Սոուսը մի քիչ պինդ է, դրա համար պետք է վերցնեմ 1.5%-անոց, քիչ յուղալի կաթ։ Լցնում եմ մի 4 ճաշի գդալ, երևի։ Գցում ենք կես թեյի գդալ աղ։ Հիմա ժողովուրդ ջան, հանեցի սառցախցիկից, հիմա գցում եմ սոուսի մեջ մեր տորտելինիները։ 15 րոպե կտևի եփման process-ը։ Իսկ եթե որ կնայեք, կտեսնեք ինչպես է, այդ նորից կարող եք մի քիչ շարունակել եփելը։ Հիմա աղջիկներ ջան, տեսնում եք եղման process-ը։ Հիմա մեր խճողակից ես պետք է վերցնեմ, պետք է խճողակը լցնեմ մեջը մի քիչ։ Ավելի անուշ համ ու բույր տալու համար։ Ու բացի դրանից էլ շատ համ է արվելու։ Հիմա կվերջացնեմ ու նորից կմիանանք ու կհամտեսեմ ձեր ներկայությամբ։ Այսպիսի տեսք ունի վերջացնելուց հետո, դե հիմա վերջացրեցի, ուզում եմ փորձեմ ու ձեզ ասեմ, թե ինչպիսի համ ունի alla rosa tortellinin։ Աղջիկներ ջան, ժողովուրդ ջան, անմահական համ ունի, բույրը, համը անմահական։ Ինչ ասեմ, այն որ ասում եմ, բերանիդ մեջ հալվում է, այ
հենց այդ մոմենտն է աղջիկներ ջան։ Դե մեզ մնաց ասելու բաժանորդագրվեք, հավանեք եւ տարածեք, որ լավ լինի, որ ես այսինքն համեղ անուշ ուտեսներ սարքեմ, դուք տեսնեք ու դուք էլ ձեր ընտանիքի համար պատրաստեք։ Իմ ուզածս է դա, որ իմ գիտեցածս փոխանցեմ իմ հայ ժողովրդին։